Ձերներ այն ինչ որ սրտումս դրվել է փոխանցելու սա է, ուզում եմ ուղղակի խոսել իմ Տիրոջ, իմ Փրկչի մասին։ Մի փոքր խոսեմ այն Աստծո մասին, այն Տիրոջ մասին, ում որ մենք հավատում եւ հետևում ենք։ Եվ գիտեք ինչ եմ հավատում։ Այն ինչի մասին մենք որ խոսում ենք եւ աղոթում ենք, Տերը կատարում է այն մեր մեջ։ Ամեն։ Պատրաստ ես այսօր, եթե կան մարդիկ, պատրաստ ես, օրինակ, եթե կա մարդ, որ հիվանդություն ունի, կամ մեղքի հետ կապվածություն ունի, կամ անլուծելի խնդիր ունի, կամ որևէ դժվարություն ունես քո կյանքում, պատրաստ ես այսօր հրաժեշտ տալու դրան։ Անկեղծ պատրաստ ես։ Ուրեմն ուշադիր լսիր խոսքը, միգուցե կլսես խոսքեր եւ պատմություններ, որոնք բազում անգամներ լսել ես եւ գիտես դրանց մասին, բայց ես խնդրում եմ քեզ բացես քո սիրտը եւ քո միտքը բացես եւ քո մտքի պատերազմի մեջ հաղթող լինես այսօր։ Թույլ չտաս, որ քո միտքը պարտվի, քո մտքի պատերազմում դու հաղթող եղիր, որտեղ երբ որ խոսք այս պահին ես խոսելու եմ, քո մտքի մեջ լինելու եմ պատերազմ, քո զգացմունքների մեջ էլ պատերազմ է լինելու, բայց զգացմունքները մի պահ դիր կողքի։ Եթե մտքում դու հաղթեցիր, դու կհաղթես եւ զգացմունքներում եւ կհաղթես այս կյանքում էլ։ Եվ այն կերևա արդեն կյանքում, եթե օրինակ ունես ընտանեկան դժվարություն, քո ընտանեկան դժվարության մեջ Աստծո լույսը կգա եւ հրաշք կլինի։ Եվ Աստված ինքը հրաշք կգործի։ Եթե ունես հիվանդություն, քո մարմնի մեջ Աստծո հրաշքը կերևա եւ կբժշկվի եւ դու կտեսնես, որ Աստված գործել։ Միայն թե քո մտքի պատերազմի մեջ հաղթող եղիր։ Եվ վերցրու Աստվածային ճշմարտությունը, պարզ խոսք, հստակ խոսք եւ պարզ հավատք է պետք այդ խոսքը ընդունելու, արձագանքելու եւ չընդդիմանալու Աստծուն եւ Աստծո խոսքին եւ Աստծո լույսը կսփռվի մեր մտքերի, մեր զգացմունքների եւ մեր կյանքերի մեջ։ Հավատացողը թող ասի ամեն։ Փառք Տիրոջը։ Եսայիա մարգարեության 49:15-ը այսպես է ասում. Միթե կինը կմոռանա իր կատնակեր մանկանը եւ չի գթա իր որովայնի ծնունդին։ Եթե նա մոռանա, իսկ կինը չի մոռանում իր երեխային, որ ծնել եւ աշխարհ է բերել։ Եթե անգամ մոռանա, ես սակայն քեզ չեմ մոռանա։ Եթե անգամ կինը մոռանա իր երեխային, վստահ եղիր, որ դու ինձ համար շատ ավելի թանկ ես, քան անգամ երեխան իր մայրիկի համար։ Դու ավելի թանկ ես եւ ավելի ուշադրության կենտրոնում ես, քան երեխան այն մայրի, որ ծնել եւ աշխարհ է բերել։ Ես քեզ չեմ մոռանա։ Ես գիտեմ վստահ այստեղ կան մարդիկ, ովքեր որ կարծում են, որ Աստված մոռացել է իրենց։ Ես չեմ ասում նրա համար, որտեղ ճանաչում եմ մարդկանց կամ ինձ որևէ բան են ասել, չէ, ես հոգուս մեջ դա գիտեմ։ Եվ գիտեի դեռևս 3, որ կան մարդիկ այստեղ, որոնք Աստծո հետ մի փոքր ունեն պատերազմ, Աստծո հետ ունեն հարցեր, Աստծո հետ ունեն բանավեճ, Աստծո հետ ունեն ինչ-որ հարցումներ եւ ինչ-որ չափով Աստծուց մի քիչ նեղվածություն ունեն, մի քիչ վիրավորվածություն կա, չգիտեմ, տարբեր այսպիսի զգացմունքներ թույլ են տվել իրենց կյանքում լինի։ Եվ այսօրվա խոսքը հստակ Աստված դրել է իմ սրտում փոխանցելու քեզ, որ նա քեզ չի մոռացել։ Նա տեղյակ է քո մասին, նա գիտի քո մասին, նա քեզ չի մոռացել։ Նա գիտի քեզ, նա գիտի քո իրավիճակը, նա գիտի ամեն իրավիճակով, որ դու անցնում ես եւ ինչ որ կա քո կյանքի մեջ եւ ասում է, որ ես քեզ չեմ մոռացել։ Երբեք թույլ չտաս, որ քո մտքի պատերազմի մեջ, երբեք թույլ չտաս, որ քո զգացմունքների մեջ ունենաս պարտություն, իմացիր, որ ես քո հետ եմ եւ ես քո Աստվածն եմ եւ դու ինձ համար թանկ ես։ Եվ ինչու Աստված չի մոռացել մեզ, որտեղ նա ինչ որ գործ ունի կատարելու մեր կյանքի մեջ։ Եվ Աստծո գործը այսօր մեր համար կարող է լինել կյանք եւ օրհնություն, եւ փրկություն, եւ զորություն, եւ բժշկություն։ Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց, Հիսուսն ասում է, եւ ինձ ուղարկեց աղքատներին բարի լուր ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու եւ կույրերին տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելու տարին քարոզելու, եւ փակելով գիրքը պաշտոնյային տվեց ու նստեց։ Նա հայտարարեց, որ Տիրոջ հոգին ինձ վրա է եւ նա ինձ օծել է, որպեսզի այն ամեն ինչ, որ ես կարդացի, կատարեմ, հիմնականում ազատագրեմ, բժշկեմ, ավետարանը քարոզեմ, մարդկանց տամ օրհնություն եւ կյանք։ Եվ բոլորի աչքերը, ժողովրանում բոլորի աչքերը նրան էին սևեռած։ Եվ սկսեց նրանց ասել. այսօր
Սկսեց նրանց ասել. այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներովը լսեցիք։ Տիրոջ հոգին ինձ վրա է եւ ես եկել եմ ազատ արձակելու նրանց, ովքեր որ տանջանքի մեջ են, ազատ արձակելու նրանց, ովքեր որ բանտարկված են մեղքի, եսի, էգոյի, չգիտեմ, վախերի, կասկածների, եկել եմ նրանց ազատ արձակելու։ Նրանց, որոնք մեղքի մեջ են եւ սատանան կապել է նրանց մեղքով, ես եկել եմ նրանց ազատ արձակելու։ Եվ այդ գրվածքը, որ գրվել էր տարիներ առաջ, դեռևս 700 տարի առաջ, Տեր Հիսուս Քրիստոսը իրավունք ուներ հայտարարելու, եւ նա կարդաց այս խոսքերը եւ ասեց. այսօր այս գրվածքը կատարվեց։ Կա մարդ, որ կարող է ասել, այսօր այս գրվածքը կատարվել է իմ կյանքում կամ կկատարվի իմ կյանքում։ Տեր Հիսուս Քրիստոսը հռչակեց։ Դրանից հետո նրան ընդդիմացան եւ այդ վայրից Նազարեթից նրան դուրս արեցին, որտեվ չհավատացին, որտեվ ով է սա։ Մարիամի եւ Հովսեփի որդին է, ոնց կարող է այսպես խոսել, նրան դուրս արեցին եւ այնտեղ իրենց անհավատության պատճառով շատ հրաշքներ չարեց Հիսուսը։ Իրենց ընդունելու, ինչպես որ ընդունեցին, նրանք վճռեցին իրենց դատավճիռը, կայացրեցին իրենց դատավճիռը, նրանք չհավատացին եւ մերժեցին Հիսուս Քրիստոսին։ Եվ Տեր Հիսուսը չկարողացավ շատ հրաշքներ անել այնտեղ, որովհետև նրանք նայեցին մարմնավոր կերպով։ Նրանք նայեցին Հիսուս Քրիստոսին որպես մարմին, որպես մտքով նրանք սկսեցին վերլուծություն անել։ Եվ վերլուծությունը մտային, իրենց վերլուծությունը, իրենց տեսադաշտը, իրենց ամեն ինչ որ իրենք ունեն, խաբեց իրենց։ Եվ իրենք կորցրեցին այն հնարավորությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսը այնտեղ էր եւ նա հայտարարեց ասելով, որ այսօր այս խոսքերը կատարվեցին։ Այստեղ նստածներից կան մարդիկ, որոնք որ այսօր կբժշկվեն, հավատացող կարող են ամեն ասել։ Կան մարդիկ էլ, որոնք ունեն կարիք բժշկության, բայց չեն բժշկվի։ Իհարկե թող իմ խոսքը սուտ լինի եւ ձեր հավատքը ճշմարտություն, բայց այն մարդիկ, ովքեր որ հավատով կվերցնեն եւ թույլ կտան, որ Աստված իրենց հպվի, այդ մարդիկ այսօր կվերցնեն աստվածային զորությունը, ազատագրումն ու բժշկությունը։ Կամ հարցերի պատասխանը, որ իրենց կյանքում ունեն, այսօր այս խոսքերը կատարվելու է իմ կյանքում, որտեղ Տերը այսօր այստեղ ներկա է։ Այսօր իմ օրն է։ Այսօր Տեր Հիսուս Քրիստոսին հանդիպման օրն է։ Ինչ որ մի ժամանակ լուր ուղարկեցին Հիսուս Քրիստոսին, ասելով, որ այն մարդը, ում դու սիրում ես, հիվանդ է։ Եվ հրավիրեցին Հիսուսին, որ գա, Մարթան եւ Մարիամը, քույրերը, իրենց եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Մարդ ուղարկեցին, որպեսզի կանչեն, որ հիվանդությունից բժշկի։ Եվ Հիսուս Քրիստոսը մտածված ուշացավ։ Հիսուսը մտածված ուշացավ եւ չգնաց։ Սա այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց եւ նա ոտքերին իր մազերովը սրբեց։ Նրա եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Երբ որ նա Սիմոնի տանն էր, Հիսուս Քրիստոսը այս Մարիամը եկավ։ Հիսուս Քրիստոսի ետնամասում կանգնելով նա սկսեց արտասվել եւ ոտքերը լվացրեց Հիսուսի իր արցունքներով, հետո մազերով սրբեց, հետո ոտքերը յուղով օծեց, թանկարժեք յուղով։ Եվ Սիմոն ասեց, եթե սա մարգարե է, պետք է իմանա ով է սա, եւ Տեր Հիսուսը իմացարեց, որ ես գիտեմ ով է։ Եվ ում որ շատ է ներվել, նա շատ է սիրում։ Ես եկա քո տունը, քո վերաբերմունքը, այո, սեղան ես գցել, ամեն բան լավ է, քո վերաբերմունքը սա է, դու ինձ համբյուր չտվեցիր, բայց նա մտնելուց ի վեր ոտքերս է համբյուրում։ Դու իմ ոտքերը չլվացրեցիր, բայց նա իր արցունքներով իմ ոտքերը լվացրեց։ Դու իմ գլուխը յուղով չօծեցիր, բայց նա իմ ոտքերն է յուղով օծում։ Դրա համար նրա մեղքերը ներված են։ Դրա համար նա կստանա այն, ինչ որ կարիք ունի, որտեղ նա չնայած ոչ մեկին, ոչ մի ամոթի, ոչ մի վախի, նա կարիք ուներ գալու եւ հանդիպելու ինձ։ Եվ Մարիամի կյանքը մինչև այդ օրը եւ այդ օրվանից հետո կտրականապես 360 աստիճան, եթե կարող ենք ասել, 160 աստիճանով ամբողջությամբ փոխվեց նրա կյանքը։ Մարիամի կյանքը փոխվեց մինչև այն օրը, որ նա հանդիպեց Հիսուս Քրիստոսին, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը հայտարարել էր. այսօր այս խոսքերը կատարվեցին։ Ինչու, որտեղ Տեր Հիսուսը այդ օրը եկավ եւ նա պատրաստ էր ծառայելու։ Տեր Հիսուս Քրիստոսը այսօր եկել է այստեղ, այս տաճարի մեջ, եւ նա պատրաստ է ծառայելու։ Եվ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ արդեն այն վայրը, որտեղ բնակվում էին Մարիամ, Մարթան եւ նրանց եղբայրը Ղազարոսը, արդեն Ղազարոսը մահացել էր, 4 օրվա մահացած էր արդեն։ 4 օրվա մահացած էր։ Ես քեզ ուզում եմ հորդորել, որ դու ոչ մի բանի չնայես։
Վերադառնալով Մարիամի պատմությանը կրկին, ոչ մի բանի չնայես այսօր, կողքդ ով է նստած, ով է այսօր քարոզում, դու ունես կարիք, Աստծո կարիք ունես քո կյանքում, որևէ կարիք ունես, միգուցե այսօր մեկը էստեղ է եւ ասի, ես ոչ մի բանի կարիք չունեմ, ուղղակի եկել եմ Աստծո ներկայությունը վայելեմ, քույր եղբայրներից վայելեմ, գնամ տուն, օրհնյալ լինես դու։ Ուրեմն դու այսօր եկել ես, որ կրկին Տիրոջ մասին լսես, փառք տաս Աստծուն, որ քո կյանքում հրաշքար է եւ աղոթես մյուսների համար, որ կարիք ունեն։ Մարիամի նման մի նայր ոչ մեկին։ Թույլ մի տուր որևէ զգացմունք քեզ հետ պահի նրա հետ հանդիպմանը։ Հովիկ աղբերս, որ այդ 84 սաղմոսը կարդաց հրաշալի սաղմոս էր։ Դա ցույց էր տալի մարդու փափագը, մարդու ներաշխարը, որ ինքը փափագում է եւ ինքը կարիք ունի Աստծուն եւ ոչ մի բան իրեն համար երանելի Աստծո ներկայության մեջ լինելը։ Եվ այսօր որ դու եկել ես Տիրոջ նման ասա, այսօր իմ նրա հետ հանդիպման օրն է։ Եվ այսօր իմ կյանքում կարող է լինել այն, ինչը որ Տիրոջ կամքով է եւ Տերը ուզում է։ Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար, ես ասեցի արդեն Մարիամի մասին, որ նա եկավ եւ Հիսուսի ոտքերը լվացրեց իր արցունքներով։ Թույլ մի տուր որևէ բան քեզ խանգարի նրա հետ հանդիպմանը։ Եվ Մարթան, երբ որ արդեն Հիսուսը եկավ, որպեսի հանդիպի Մարիամին եւ Մարթային, այն Մարիամին, որ քիչ առաջ ներկայացրեցի, եւ նա ասեց, Մարթան ասեց, Տեր, եթե այստեղ լինեիր, եթե միայն այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Եթե միայն այստեղ լինեիր։ Հակոբը, երբ որ երազ տեսավ, նա փախնում էր իր եղբոր երեսից, իր հոր տնից փախնում էր, նա քար դրեց գլխի տակ եւ քնեց եւ մի երազ տեսավ։ Նա տեսավ Աստծուն երազի մեջ, դա մեր պատգամին այս բան ինչի վերաբերում չեմ ուզում մանրամասնել, երբ որ արթնացավ, այսպես ասեց, Աստված այստեղ էր ու ես չգիտեի։ Աստված այստեղ էր ու ես չգիտեի։ Աստված այստեղ է։ Երանի թե ես ու դու փորձառաբար իմանանք, որ Աստված այստեղ է։ Եվ հանդիպենք նրան, եւ այդ հանդիպումը այսօր կփոխի մեր ամբողջ կյանքը։ Եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Տեր Հիսուս ասեց, որ քո եղբայրը հարություն է առնելու։ Մարթան նրան ասեց. Գիտեմ, որ հարության օրը, վերջին օրը հարություն ժամանակն է եւ նա հարություն կառնի։ Հիսուս նրան ասեց. Քեզ չասեցի, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Մարթա, հարության օրվա մասին չեմ խոսում, ես խոսում եմ այսօրվա մասին։ Ես քեզ ասեցի, եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Մենք Աստծուն սահմանափակում ենք շատ դեպքերում, ասելով, եթե Տերը այսպես աներ կամ եթե Տերը այնպես աներ, եթե Տերը այստեղ լիներ, եթե Տերը գոնե մի քիչ շուտ գար, ոչ։ Ես քեզ ասում եմ, Մարթա, եթե հավատում ես, դու կտեսնես իմ փառքը։ Այսինքն, եթե հավատում ես, դու կտեսնես քո բժշկությունը հիվանդություններից։ Եթե հավատում ես, դու կտեսնես քո այդ կապվածություն ազատագրումը։ Եթե հավատում ես, դու կտեսնես հրաշքը քո կյանքի մեջ, եթե հավատում ես, որ այսօր Տերը կարող է անել ոչ թե հարության օրը, այլ այսօր Տերը կարող է ներել քո մեղքերը։ Այսօր Տերը կարող է հրաշք կատարել քո կյանքում, եթե հավատում ես։ Աստծո զորությունը եւ Աստծո հրաշքը քո կյանքում կարող է լինել։ Գիտեք, ինչու համար մեր կյանքում շատ, սա ասում եմ փորձառաբար, եւ Սուրբ Գրքով էլ կարող եմ ապացուցել, բայց դրա օրը չի։ Շատ դեպքերում մեր լեզուն, մեր խոսքը չի համապատասխանում մեր սրտին։ Մենք սրտով ասում ենք հավատում ենք, բայց խոսքով ասում ենք հավատում ենք, բայց մեր սրտով չենք հավատում։ Հորդորում եմ սիրելիս, որ թողնես ամենքին եւ ամեն բան եւ կենտրոնանաս Աստծո վրա եւ ասես Տեր, ես հավատում եմ։ Ես հավատում եմ, որ իմ կյանքում փոփոխության կարիք կա եւ խնդրում եմ փոփոխություն բեր իմ կյանքի մեջ։ Ես հավատում եմ, Տեր, որ դու կարող ես եւ ես ուզում եմ փոփոխություն բերես իմ կյանքի մեջ։ Այսօր Տեր Հիսուս Քրիստոսը փրկում է։ Եվ Տերը, եւ Տիրոջ սերը փրկում է ամեն տեսակի ատելությունը, Տիրոջ սերը փրկում է ամեն տեսակի ատելության մթնոլորտները, Տիրոջ սերը, որ ամեն գիտությունից գերազանց է եւ ամեն ինչից գերազանց է։
Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսին մի անառակ կնոջ Տեր Հիսուսի մոտ անառակ կնոջը բերեցին եւ ասեցին, այս կինը ըստ Մովսեսի օրենքի պետք է քարկոծվի, նա պետք է սպանենք նրան։ Որտեւ նա անառակ է եւ նա անառակություն է գործել։ Այդ Տերը, այդ Հիսուսը, որը հայտարարել էր, այսօր այս գրվածքները կատարվեցին։ Այն Տերը, որ եկել էր այսպիսի կանանց գերությունից ազատ արձակելու, այսպիսի կանանց ավետարանը քարոզելու եւ մեղքերի թողություն տալու, հիմա կանգնած է փաստի առաջ։ Օրենքը եւ շնորհքը։ Եվ մենք գիտենք պատմությունը, որ Տեր Հիսուսը ասեց, ձեզանից անմեղը թող առաջին քարը գցի նրա վրա։ Կարծում եմ նրանք այնտեղ մարդիկ կային, որոնք իրենց անմեղ համարում էին, բայց Սուրբ Հոգու հանդիմանության ներքո բոլոր քարերը գցեցին եւ գնացին մեկ մարդու պես, որովհետեւ Տերը այնտեղ ներկա էր եւ նա է թագավորը եւ իշխանը, նա է մթնոլորտի իշխանն ու Տերը։ Նա իրենից ջանք չպահանջվեց, իրենց ընդամենը պետք էր զորությամբ ասված խոսքներ եւ վերջ։ Եվ երբ որ բոլորը գնացին, Տերը նայեց այդ կնոջը, ասեց. «Ուր են նրանք»։ Ես էլ քեզ չեմ դատապարտում։ Տիրոջ սերը այնքան մեծ էր, որ ծածկեց այդ կնոջ մեղքը, այդ կնոջ անարգված լինելը, խայտառակությունը։ Նա ծածկեց իր սիրով, որտեղ Տերը սիրում էր։ Ես էլ քեզ չեմ ներում։ Գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Շատ ժամանակ մեր հասկացողությունը, մեր փորձառությունը, վախերը, ամոթը եւ շատ բաներ կարող են մեզ յետ պահել, որպեսզի մենք Տիրոջ սերը վայելենք եւ տարածենք։ Լա ճիշտ է, որ այս մարդիկ քո դեմ են դուրս եկել, այս մարդիկ քեզ վնասել են, այս մարդիկ քո դեմ չարախոսում են։ Հենց այստեղ ես նստած, պատգամից առաջ, գիտեք, քանի հատ սատանան միտք բերեց ինձ, որ այս մարդը քո դեմ չարախոսել է, այս մարդը քո դեմ այսպես արեց։ Հենց պատգամից առաջ, բայց հենց հիմա էլ ուզեմ ասել, փառք Աստծուն։ Ներում եմ, արձակում եմ, օրհնում եմ, որովհետև սերը ավելի զորավոր է։ Շատ անգամներ սատանան կփորձի քո մեջ առաջացնել բաներ, որ դու դե վերջը թասիբ ունես, վերջը նամուս ունես, վերջը անուն ունես։ Եթե Տերը քեզ առաջնորդում է ներել եւ ծածկել եւ քո սերը ցույց տալ, չարի դեմ բարիք անել, քո դեմ վատ խոսացողին ժպտալ, օրհնել ու անցնել առաջ, ուրեմն արա դա, որտեվ Տերը դա է ուզում։ Միևնույն է Տիրոջ սերը միշտ հաղթում է, միևնույն է Տիրոջ սերը միշտ թագավորում է։ Շատերը կարող են այսօր չընդունել, բայց Տերը ընդունում է քեզ։ Շատերը կարող են բամբասել, բայց Տերը զորացնում է քեզ։ Շատերը կարող են մերժել, բայց Տիրոջ համար դու ընդունելի ես, դու թանկ ես, դու ուրախալի ես։ Շատերը կարող են քո ներկայությունից տրտմել, բայց Քրիստոսի սերը ցույց է տալի, որ նա ուրախ է, որ դու կաս եւ իր ներկայության մեջ ես փառք իրեն։ Եթե ինչ-որ մի իրավիճակով անցնում ենք, որ շատ մարդիկ կարող են մեզ անարգացնեն, մերժած, չընդունած, ուրեմն իմացիր, Քրիստոսը քեզ սիրում է։ Եվ նրա սերը բավարար է, որ լցնի քո բոլոր դատարկ մասերն ու հատվածները։ Պարզապես հավատա նրան եւ թույլ տուր Աստծո սերը ինչ-որ գործ կատարի քո կյանքի մեջ։ Բայց մի ասա Հիսուսին, ուղղակի տրվիր նրա սիրուն եւ վայելիր նրա սերը։ Տեր Հիսուսը կարող է փրկել մարդուն ամեն տեսակի մեղքերից։ Զաքեոս անունով մի անձնավորություն կար, որ մաքսապետ էր եւ նա վստահ է, որ շատ մարդկանցից կաշառքեր վերցել, շատ մարդկանց կեղեքել էր, շատ մարդկանցից տարբեր կերպ նա մեղավոր մարդ էր, բայց նա ուզում էր հանդիպել Հիսուսին, նա փափագ ուներ, այսօր պետք է հանդիպեմ Հիսուսին։ Այսօր Հիսուսը եկել է իմ քաղաքը, դե հետո գնալու է այս ինչ քաղաքը, լավ, իմ քաղաքում շատերը ինձ ճանաչում են, արի կլինի մարդկանց աչքից հեռու լինեմ, տեսնեմ ոնց է լինում, ուր տեղ մնալու, գիշերը գողտուկը գնամ կանդիմեմ։ Ոչ։ Ինչի է տարկրում մարդկանց տեսակետը։ Ինչի է տարկրում ով ինչ կասի։ Ես ուզում եմ նրան հանդիպել։ Բայց մի խնդրեմ կա, խնդիր կա, հասակը խանգարում է։ Ելքը գտավ, ծառը բարձրացավ։ Հիսուսը նախորդ գիտեր ու տեսնում էր նրան։ Այսօր ես քո տանն եմ գիշերելու, Զաքե։ Զաքեոսի կյանքը մինչև այդ օրը եւ այդ օրվանից հետո կտրականապես փոխվեց, որտեղ նա հանդիպեց Հիսուսին։ Հիսուսը վերջում հայտարարեց Զաքեոսի տանը գտնվելով, ասեց. այսօր այս տանը փրկություն եղավ։ Այսօր այս տանը փրկություն եղավ։
Ինչու որովհետև Տեր Հիսուսին հանդիպեց Զաքեոսը եւ նա իր մեղքերը խոստովանելով նա անգամ ասեց պատրաստ եմ փոխհատուցելու նրանց ում որ զրկել եմ, ով որ վնաս է կրել իմ պատճառով քառապատիկ։ Հանեց ինչ որ չափով բաժանեց եւ ասեց պատրաստ եմ ֆինանսապես 4-ապատիկ փոխհատուցել նրանց ում որ վնասել եմ։ 100-ն եմ վնասել 400-ը հետ կտամ։ 1000-ն եմ վնասել 4000-ը հետ կտամ։ 100,000-ն եմ վնասել 400,000-ը հետ եմ տալիս։ Եվ Տերը հայտարարեց նրան, ուրիշ բաներ չասես Տերը։ Մենք լինեինք, չգիտեմ, 1000 մի բաներ կասենք, էսել, էնել, մի հատ էս հարցնել, մի շտապիր կամ էս մի բանել, էսպես պետք է անես։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Տեր Հիսուս Քրիստոսը այսօր պատրաստ է ներելու եւ ծածկելու ամեն մեղքերը։ Բոլորը նայում ու տրտնջում էին, որ մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու։ Բոլորը տրտնջում էին։ Բոլորը մեղադրում էին Հիսուսին, որ մեղավորների հետ հաց է ուտում, բայց Հիսուսը բոլորի կարծիքը դրել էր կողքի։ Այսօր այս մարդը կարիք ունի ինձ։ Քո համար։ Մենք նրա ծառաներն ենք։ Եվ մենք նրա զավակներն ենք, որ վազվում ենք նրա համար առավոտից իրիկուն, բայց երբ որ հարկը գա, նա մեզ կողքի կդնի։ Եվ կասի այսօր այս մեղավոր մարդու կարիքը կա, փրկության կարիքը կա։ Եվ նա կգա քո մոտ եւ քեզ կգրկի, քեզ կների, կսրբի քո արցունքները եւ կորտնի քեզ։ Թեկուզ կարող է ես իմ հայացքով եւ իմ որոշումով դատեմ քեզ ասեմ, գիտես ինչ կա, քեզ մի քիչ մեղավորի պես պահի։ Ես չեմ ուզում ինձ մեղավորի պես պահեմ։ Ես եկել եմ Աստծո ներկայության մեջ, որպեսզի ազատ լինեմ մեղքերից։ Հաղթիր քո մտքի պատերազմին։ Հռոմեացիների գիրքը ասում է ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում եղողների համար։ Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Եթե Տիրոջ առաջ քո սիրտը բացել ես եւ ներում ես խնդրել, եթե այսօր էլ Տիրոջ առաջ քո սիրտը բացես եւ ներողություն խնդրես եւ խնդրես Տիրոջը որ ների եւ ազատի քեզ այդ մեղքերից, Տիրոջ խոսքը ասում է այլևս քո համար դատապարտություն չկա։ Մի դատիր քո մտքում ասելով որ ես վատն եմ, որ ես հետինն եմ, որ ես անարժան եմ, դե ճիշտ է, Տերը ինձ ներել է, բայց ես էլ դեռ չկա։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Մեկ ուրիշ դեպքում Տեր Հիսուսը դիվահարին ազատագրելով ասեց գնա եւ պատմիր մարդկանց։ Տեր Հիսուս, հələ դասեր պետք է անցնեմ, հələ ջրով պետք է մկրտվեմ, հələ գիտես ինչքան բաներ պետք է սովորեմ։ Ինչ ես տեսել։ Ինչ ես լսել, ինչ ես զգացել, գնա այդքանը պատմիր։ Եթե ես քեզ կարող եմ չվստահեմ որպես եկեղեցու անդամ կամ չգիտեմ որպես հովիվ ես քեզ չվստահեմ, Տերը քեզ վստահում է։ Գիտես խի որտեղ Սուրբ Հոգին քո հետ է։ Ինքը վստահ է։ Տերը ինքը իր վրա վստահ է։ Եվ Հիսուս Քրիստոսը Զաքեոսի պատմության ժամանակ հայտարարեց. Մարդու որդին եկել է կորածին փնտրելու եւ փրկելու։ Սա էլ Աբրահամի որդի էր։ Ես եկա հազարավոր մարդկանցից ընտրեցի հենց իրեն տանը եւ եկա նրան փնտրելու եւ նրան փրկելու համար։ Սիրներ, Հիսուսը այսօր փրկում է ամեն տեսակի մեղքերից։ Եթե անգամ կան մարդիկ, ովքեր որ երկար տարիների հոգևոր են, բայց ինչ որ մեղքի հետ կապված խնդիր ունեն, ուզեմ քեզ հստակ ասել. Տերը պատրաստ է քեզ ներելու այսօր եւ փրկելու այդ մեղքից։ Տիրոջ նպատակը սա է։ Շատերը այստեղ կարող է լինեն, որ իրենց դատապարտելով ապրեն։ Իրենց վատը տեսնելով կարող են ապրել։ Եվ կողքից մարդիկ կարան նպաստեն, որ հայացքով, խոսքով, տարբեր իրավիճակներով, որ ցույց տան, ասեն, դե դու Տերը չի ուզում քեզ դատապարտի։ Մենք մարդիկս ճիշտ է, այդպես ենք, հիշաչար ենք, Արթուր ջան։ Բայց Տերը հիշաչար չի։
Տերը փրկում է ամեն տեսակի կապվածություններից, ամեն տեսակի բռնվածություններից։ Հռոմեացիս 7-րդ գլուխ 19-ից 24, 19 եւ 24-ը, որտեղ ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որ չեմ կամենում։ Այս է կապվածությունը։ Կամենում եմ լավը անեմ ու չեմ կարում անեմ, որտեղ բռնված եմ։ Այդ կապանքով բռնված եմ։ Հիմա դե ինչով ես բռնված, դու ինքդ ասա, շատ ժամանակ ասում ենք ծխախոտը, խմիչքը, թմրադեղերը, չգիտեմ, անառակ կյանքը, խաղամոլությունը, դրանք մոլուցքներ են։ Բայց էլ նայ ուրիշ ինչով ես բռնված, որ ուզում ես ասենք օրինակ եմ, որ ուզում ես Ռեգինեն քաղցր անուշ խոսք ասես, չես կարում այն մարդ։ Չի ստացվում։ Չի ստացվում։ Ռեգինե ջան, օրհնյալ մարդ ես, Տիրոջով։ Օրհնյալ սիրտ ունեցող, բարի սիրտ ունեցող։ Չի ստացվում քո մոտ։ Ուրեմն ինչ որ բան կա կապված։ Կամեցող մարդ ես միգուցե, եսակենտրոն մարդ ես, էգոիստ մարդ ես միգուցե։ Կամ չես սիրում, որ ուրիշը բարձրանում է։ Դու մենակ ուզում ես դու երևաս, դու։ Հենց ասեն մեջդ ուտում ա քեզ, հենց մեկը ավելի գեղեցիկ, ավելի լավն, ավելի տեսքով, ավելի գովացին իրան, ավելի շատ վարձատրեցին իրան, ավելի շատ օրհնեցին իրան։ Մեջդ ինչ որ բան է տեղ ունենում։ Կապվածություն է։ Կամ ինչ որ մեկ ինչ որ մի լավ հաջողություն ունեցավ, զգում ես, որ չի նախանձ է։ Դու ես ուզում, դրանից դու ինչպիսի կապվածություններ որ կան այսօր մեր կյանքերում, թե այդպիսի կարծես թույլ կապվածություններ մեզ թվացող, թե այն լուրջ կապվածություններ։ Մարդիկ կարող են լինել, որ շնության կապվածություն ունեն այստեղ, կամ համացանցով մեզ դիտողներից կարող են լինեն, որոնք շնության կապվածություն ունեն։ Մտքով իրենք շնություն են գործում եւ դավաճանում են իրենց կողակցին։ Մարդիկ կարող են լինեն, որոնք որ պարզապես կապվածություն ունեն խաղալու հետ կապված։ Խաղամոլությամբ են տարվում։ Մարդիկ կարող լինեն, որ ծխելու են կապված։ Այս ծխելու բանը, որ գրեցի, Սամվել աղբորս հիշեցուր է, Սամվել աղբոր էստեղ է, Խաչատրյանը, չէ։ Ասում է, տարիներ շարունակ, որ ծխել էր ինքը, երբ որ ապաշխարեց, ուզում էր թողնել, չէր կարողանում, անդադ որոշում էր, անդադ, չգիտեմ, խնդրում էր ասում, որոշում էր կայացնում, չէր կարողանում թողնել ծխելը։ Եվ ասում մեկ օր աղոտ քարեցի, ամբողջությամբ Տիրոջը հանձնեցի, եթե ճիշտ եմ հիշում իր վկայությունը։ Եվ այսպես է կարծես եղել, Հասմիկ քուրը էստեղ է, հա, Խաչատրյան Հասմիկ քուրը։ Երբ որ ասում Աստված կարա քեզ օգնի, որ ծխելը թողես, իր քույրն է, մարմնավոր քույր, ասում Աստված կարա օգնի քեզ, որ ծխելը թողես, ասում չի, ես չեմ կարա թողեմ, Աստված պետք է օգնի, դրանից հետո չի կարող իսկապես թողնի։ Անցնում է ժամանակներ, ինքը չի կարողանում թողնի, ու ի վերջո մի օր գալիս է Աստծո դուռը եւ ասում է Տեր Աստված օգնի թողեմ, էլի այս ծխելը։ Ու ասում է իր վկայությունն եմ ես ասում։ Ասում է 2 ամիս հետո ես հիշեցի, որ չեմ ծխում։ Ճիշտ եմ հիշում, հա։ 2 ամիս հետո ասում ես չեմ ծխում։ Ասում գնացի տուն եւ Մերին տիկնոջը իր ասում Մերի գիտես ես չեմ ծխում։ Ասում հա գիտեմ։ 2 ամիս է դու չես ծխում։ Իհարկե գիտեք, բայց ինքը ասում անարակ որդին որ ասում ինքը իրեն եկավ, հիմա Սամվելի աղբորն է, ինքը իրեն եկավ։ Այ մարդ չեմ ծխում։ Չգիտեմ Աստված ինչ էր արել իր մտքի հետ ոնց էր եղել, բայց ինքն էլ չէր հասկացել որ արդեն 2 ամիս է Փաստորեն դու չես կարա, բայց Աստծուն խնդրելով դու կարող ես։ Ովքեր են այստեղ ծխելը թողել, ծխել են ժամանակներ առաջ ու թողել են ծխելը։ Կարող են ձեր բարձրացնել, եթե կարող են, էլի իհարկե։ Հա, փառքաս, այդքան շատ չենք։ Ну, կարծում եմ, որ ծխողներ շատ չեն եղել, թե չէ հուսով եմ ծխողներ այսօր շատ չկան, էլի։ Եթե կան էլ, ուրեմն թողնելու օրն է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ամեն տեսակի մտքերը։ Երբ Պողոս առաքյալը ասում է, այն ինչ որ ես կամենում եմ անել, դա չեմ կարողանում անել, եւ սա հենց կապվածությունն է, կապված վիճակն է, որ լավը ուզում ես անես, բայց վատն ես անում, սա կապվածություն է, ինչ էլ ուզում լինի դա։ Ինչպիսին է ուզում լինի, թե սենց վատ մեղքեր որ ես ասեցի, թե կարող լինի սովորական բաներ, որ դու լավը ուզում ես անես, բայց չես կարող։ Այս է կապվածությունը։ Եվ Պողոս առաքյալը վերջում գալիս է եզրահանգման. ով կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում։ Այս մարմինը տանում է մահվան։ Եվ շատ ուշադրություն դարձեք խնդրում, նա չի ասում ինչը կփրկի ինձ, ով կփրկի ինձ։
Գոհություն Աստծուն, այնուհետև շարունակում է։ Աստված է միայն, որ կարող է փրկել, եւ Աստված է միայն, որ կարող է ազատել։ Դիվահարին, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը հանդիպեց, նա ազատագրեց դիվահարին։ Իր խոսքով, իր զորությամբ նա ազատագրեց դիվահարին, եւ Տիրոջ մոտ չկա ոչ մի արգել, եթե այսօր կա որևէ կապվածություն, որևէ մի ազդեցություն կա չարի կողմանային վրայից, ինչպես որ այս դիվահարը, որ ամբողջությամբ Դևի կողմից ինքը առաջնորդվում էր, ամբողջությամբ կառավարվում էր Դևի կողմից, սատանայի կողմից, բայց Տիրոջ հրամանով ազատ թողեց չարը նրան, լեգիոնը 3000-ից ավել դևեր բռնել էին այս մարդուն, բայց Տիրոջ խոսքի առաջ յուրաքանչյուր դև եւ սատանա եւ չար ամեն բան խոնարհվում են նրա խոսքի առաջ եւ նրա հրամանը կատարում են։ Այսօր Տերը կարող է խոսք ուղարկել քո կյանքի մեջ։ Միայն թե դու ասա Տեր, ես ուզում եմ սրանից ազատ լինել այլևս։ Ես ուզում եմ ազատ լինել այս կապանքից եւ չեմ ուզում տառապել, չեմ ուզում տանջվել, ես ուզում եմ ազատ լինել։ Մի բան ուզում եմ ասել, մի խորհուրդ ուզում եմ տալ։ Հռոմեացիս 8:8-ից 9 այսպես է ասում. Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ հոգուն։ Եթե Աստծո հոգին ձեր մեջ է բնակվում, ձեր մեջ է բնակվում, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չի պատկանում։ Հռոմեացիս 8:12 Ուրեմն եղբայրներ, մարմնին չենք պարտական, ըստ մարմնի ապրելով։ Գաղատացիս 5:16 Սակայն ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները մի կատարեք։ Այսօր ասա, Տեր, օգնիր ինձ։ Այսօր հրավիրիր Սուրբ Հոգուն, ասելով Սուրբ Հոգի, ես քեզ հրավիրում եմ իմ կյանքի մեջ, ես ուզում եմ, որ դու օգնես ինձ թողնեմ այս կապվածությունը։ Ես այսօր ուզում եմ հանդիպել քեզ Սուրբ Հոգի, խնդրում եմ օգնիր ինձ, որ քո հետ ապրեմ եւ այս կապվածություններից ազատ լինեմ։ Ես ուզում եմ մարմնի գործերը չգործել, ես ուզում եմ մարմնին չլսել, ես ուզում եմ մարմինի ձայները ի վիճակի լինեմ ճնշելու, ես ուզում եմ այս մարմնի ցանկությունները, որոնք տանում են ինձ մեղքի, չարության, չգիտեմ, վատ բաների, ես չեմ կարողանում, կապված եմ, ուզում եմ լավ անեմ, չեմ կարողանում։ Հիմա քեզ եմ կանչում Սուրբ Հոգի։ Օգնի ինձ, խնդրում եմ։ Ու ես հավատում եմ, որ ամբողջությամբ Սուրբ Հոգին կարող է այսօր քեզ օգնել եւ ազատ լինես ամեն կապվածությունից։ Երբ որ մենք Սուրբ Հոգու հետ այս մտերմություն ունենք, մարդիկ մեզ աշխարհում հարցնում են, ասում են, լավ, դե մեր տարբերությունն ու ձեր տարբերությունը ո՞րն է։ Շատ եմ ասել, այսօր էլ եմ ասում, իմ տարբերությունն ու քո տարբերությունը սա է, որ ես Սուրբ Հոգով եմ ընթանում։ Որ ես Սուրբ Հոգուն թույլ եմ տվել, որ խոսի ինձ հետ, հանդիմանի ինձ, շտկի ինձ, ուղղորդի ինձ ու ամեն օր իր խոսքը կարդում եմ, տեսնեմ որտեղ ես կարիք ունեմ շտկվելու, ինչ է ինքը ինձ ասում, որտեղ ինձ ուղղորդում, որ հարցերում ես կարիք ունեմ ավելի իմ առաջնորդին Քրիստոսին նմանվելու։ Ես Սուրբ Հոգով եմ ընթանում։ Չգիտեմ դու ընթանում ես թե չէ։ Դրսում եղող մարդուն կարող եմ ասել, դու ո՞նց ես քրիստոնեական կյանք ապրում։ Ես էլ եմ քրիստոնյա, դու էլ ես քրիստոնյա։ Մեր տարբերությունը սա է, եղբայր, որ ես ամեն օր ասում եմ Սուրբ Հոգի, հրավիրում եմ քեզ։ Օգնիր ես կյանքը ապրեմ Քրիստոսի նման։ Օգնիր ես կյանքը ապրեմ ազատ։ Որ ես մեղքերի գերին չլինեմ, որ ես իմ էգոյի, իմ եսի գերին չլինեմ, որ ես մարդկանց գերին չլինեմ, իմ մեղավոր մարմնի կամ հին մարդու ցանկությունների գերին չլինեմ, որ ես կարողանամ ազատ լինել, ուզենամ մարդուն օրհնել, ուզենամ կամ չուզենամ ծխել, չծխել։ Մարմինը ասում է մի հատ մարդուց մի հատ խոսք ասել, տեղին, ասել մի հատ իրան համահունչ, մի հատ հայություն չէ, չէ, պետք չի հայություն ասել, բայց ասել մի հատ ջիկարով մի հատ խոսք ասել իրան, դե հիմա ի՞նչ տարբերություն, մարդուն եթե վիրավորում ես նենց ամբողջ քո էությամբ ու կամ էլ հայություն, դրանց տարբերությունը ո՞րն է։ Հա՞։ Տեր Հիսուս ասեց հիմար մի ասա քո եղբորը։ Հիմա դա հայությունն է թե չէ։ Ադու մարդիկ կամ պետք է ասել, ոնց չասես։ Սուրբ Հոգի օգնիր ինձ։ Ու շատ դեպքերում Սուրբ Հոգին իսկապես օրհնում է եւ օգնում է։ Տերը փրկում է ամեն տեսակի հիվանդություններից, հավատացողը կասի։ Կուր Բարտողիմեոսը ամեն օր ողորմություն էր հավաքում եւ ամեն օր նայում էր մարդկանց ձեռքին մինչեւ այն օրը, որ Տեր Հիսուս Քրիստոսին հանդիպեց։ Այդ օրվանից նրա կյանքը ամբողջությամբ փոխվեց,
որտեղ նա աղաղակեց չնայելով ոչ մեկին։ Փորձեցին նրան ասել, որ մի աղաղակիր, բավական է, լռիր, բայց նա կարիք ուներ։ Քո բոլոր ներսի ձայներին, ամոթի եւ վախի ձայներին այսօր լռեցրու եւ ասա, ես կարիք ունեմ այս հիվանդությունից ազատ լինելու։ Ես կարիք ունեմ։ Այստեղ կան մարդիկ, այստեղ չէ, կան մարդիկ, ովքեր որ օրինակ երեք, երբ որ ես հայտարարեցի, որ պետք է ունենանք նաև ներկայացնել եմ Քրիստոսի եւ աղոթք ենք ունենալ, կարծում եմ կլինեն մարդիկ, որ կուզեին ներկա լինել այսօր, բայց մտածեցին դե լավ, հիմա ոչինչ, ներկա չլինեմ, on-line կհետևեմ, կաղոթեմ, Աստված նույնը ամենտեղ է։ Քո հավատքի պես քեզ տրվի, բայց ես գիտեմ առավելագույնը, կարևորագույնը սա է։ Ամեն ինչ արեց Կույր Բարտոմեոսը, որ Հիսուսի հետ հանդիպի։ Ամեն ինչ արեց։ Նա իր վերարկուն գցեց, նա այդ հավաքված գումարը դեն գցեց, նա կույր ոտքի կանգնեց ու բարձր գոռաց ու աղաղակեց, այնպես որ լսի, ինքը հասկանում էր, որ իր միակ շանսն է եւ ինքը պետքա բաց չթողնի, ինքը պետքա հանդիպի Հիսուս Քրիստոսին։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Մարդիկ փորձեցին լրացնել, միևնույնը, ես պետքա Հիսուսին հանդիպեմ։ Եթե այսպես մենք փափագենք Հիսուսին հանդիպելու, մեր հիվանդություններից ազատ լինելու, վստահեցնում եմ, Հիսուս Քրիստոսը նույնն է, ինչպես այն ժամանակ նույնը նաև հիմա է։ Մեկ անձնավորություն էլ կար, որ այսպիսի փափակ չուներ, որտեղ Հիսուսի մասին չէր լսել, բայց ինքը կարիք ուներ։ 38 տարվա անդամալույց մարդը, որ Հիսուսը ուղղակի ողորմած իրեն։ Նա ավազանի մոտ պարկած էր եւ Հիսուս հարցեց, ուզում ես բժշկվես։ Նրա միակ բժշկության մեթոդը ավազանն է, երբ որ հրեշտակը ջուրը խառնում էր, տարին մեկ անգամ ավազանի մեջ մտնելն էր։ Դա է իր միակ մեթոդը։ Բժիշկները չեն կարող, ազգականներս չեն կարող, ոչ մեկ չի կարող ինձ օգնել։ Միակ մեթոդը ավազանի ջուրը հրեշտակ խառնելուց հետո մտնելն է։ Հիսուս ասեց, ուզում ես բժշկվել, ես չունեմ ոչ մեկին, որ ինձ օգնի։ Հիսուսը նրան ասեց, վեր կաց։ Մահիճդ վերցրու եւ քայլիր։ 38 տարի այս մարդը իր ոտքերի վրա չէր կարողացել կանգնել։ Տարիներ շարունակ այս մարդը, կարծում եմ այդքան տարիներ հետո այս մարդու մեջ ոչ մի հույս այլևս չէր մնացել։ Նա կարծում եմ ուղղակի սպասում էր իր մահվանը։ Ոչ մի հույս չէր մնացել։ Եվ Հիսուսը նրան հույս տվեց։ Հիսուսը նրան զորացրեց, նրա ոսկորները զորացրեց եւ բարձրացրեց նրան։ Սիրելի քույրս, եղբայրս, Աստծո թանկ մարդ, այսօր եթե դու հավատում ես եւ այսօր հանդիպում ատեղ ունեցեք քո եւ Հիսուս Քրիստոսի, նույն հարցը Տերը քեզ է տալի, ուզում ես բժշկվես, այսօր այս խոսքերը կատարվեցին։ Այսօր այս խոսքերը կարող են կատարվել իմ կյանքի մեջ, կասես ամեն այս խոսքին։ Ուզում ես բժշկվես։ Եվ Տեր Հիսուսը զորացրեց նրան, նա ոտքի կանգնեց։ Տեր Հիսուսը փրկում է ջախջախված կյանքերը, ջախջախված ընտանիքները, ամուսնալուծության եզրին կանգնած ընտանիքները։ Եթե կան այսօր ինչ-որ բաներ, որ ձեզ խանգարում են եւ այսօր խնդիրներ կան, Տերը պատրաստ է իր հրաշք անել, պարզապես խոնարհվիր, պարզապես ընդունիր, պարզապես աչքերդ մի ուրիշ ուղղությամբ այլ քո ընտանիքի վրա ուղղիր քո աչքերը, քո կնոջը, քո ամուսնուն, քո ընտանիքին եւ թույլ տուր, որ Աստված բժշկի փոխհարաբերությունները։ Թույլ տուր Աստված նորից սեր առաջացնի։ Թույլ տուր, որ Աստված նորից ու նորից գործի ձեր կյանքի մեջ։ Չի անցել ամեն բան, չի չորացել ամեն բան այլևս չի վերջացել։ Այսօր կարող է նոր ընթացք լինել։ Գնացքը դեռ չի անցել։ Աստծո օրհնությունը դեռ կարող է լինել։ Թույլ տուր, որ Աստված ջրի, թույլ տուր, որ Աստված հոգա, թույլ տուր, որ Աստված խնամի, ինչպես այգեկպանը խնամում է ծաղիկները, ծառը, թույլ տուր, այդպես Աստված խնամի, Աստված կարող է հրաշք անել։ Աստված մեռած բաները կարող է կյանքի կոչել։ Թույլ տուր, որ Աստծո զորությունը գործի քո ընտանիքի մեջ։ Եթե այսօր կան մարդ, որ ծայրահեղ վտանգի մեջ է եւ ինքը մտածում է, որ ոչ մեկ չի կարող իրան օգնի։ Ոչ մեկ չի կարող իրան օգնի, վտանգ է սպառնում։ Աստծո զորությունը բավարար է, որպեսզի կարողանաք հրաշք կատարի։ Աստված բազում հրաշքներ ունի կատարած։ Աստված բազում հրաշքներ ունի կատարած իմ կյանքում, քո կյանքում, բոլորիս կյանքում։ Թույլ տուր, որ Աստված զորություն գործի այսօր։ Եվ ազատ արձակի ամեն իրավիճակներից, անհնարին թվացող իրավիճակները Տերը կարող է փրկել։ Հիսուսը նայեց նրանց եւ ասեց.
Մարդկանց համար դա անհնարին է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Միայն թե նայիր նրան, կանչիր նրան, հավատարիմ մնա նրան։ Միայն թե Հիսուս Քրիստոսի վրայով մի գայթակղվիր։ Ինչպես Հովհաննես Մկրտիչը, միայն թե երբ որ Հովհաննեսը մարդիկ ուղարկեց Հիսուսին, ասել դու այն էր որ գալու էր թե ուրիշին սպասենք։ Հիսուսը ասեց նայեք, գնացեք եւ պատմեք ինչ եք տեսնում։ Գնացեք եւ պատմեք կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, խուլերը լսում են, դիվահարները ազատ են արձակում, իմ համար պրոբլեմ բան չկա։ Այն որ ասում են, no problem, պրոբլեմ չկա։ Հիսուսը կարար այդ խոսքերը ասել, ինքը ուղղակի խոսքով չէր ասում, գործով էր ասում։ Տեսակ, որ կույրը տեսակ, գնացեք ու պատմեք Հովհաննեսին։ Հովհաննես, իմ համար դժվար չի քեզ ազատ արձակել բանտից։ Իմ համար դժվար չի, նայի, կույրը տեսնում է, կաղը քայլում է, մեռելները հարություն են առնում, իմ համար դժվար չի, ուղղակի քո ժամանակը սա էր, Հովհաննես։ Չվիրավորվես, ցած չընկնես հանկարծ։ Երբ որ քեզ է վերաբերվում, ուժեղ եղիր, ցած մի ընկիր, Հովհաննես։ Դու քարոզում ես, հաղթական ես, մնա մինչև վերջ հաղթական։ Թույլ մի տուր գայթակղությունը գա քո կյանքի մեջ, Հովհաննես, մինչև վերջ մնա ամուր կանգնած։ Քո ժամանակը սա էր։ Կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները բժշկում են։ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ երկրի վրա էր, նա աշակերտներին ասեց, Պետրոսին ասեց, բայց բոլորիս ասեց, եկեղեցուն ասեց, ես եմ տալու երկնքի արքայություն, ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները։ Եվ ինչ որ երկրի վրա կապես կապված կլինի երկնքում, եւ ինչ որ երկրի վրա արձակես արձակված կլինի երկնքում։ Մատթեոս ավետարանի մեջ ընդամենը 2 տեղ է նշված եկեղեցի բառը, առհասարակ ավետարանների մեջ 2 տեղ է նշված եկեղեցի բառը, 16-րդ գլխում Մատթեոս եւ 17-րդ գլխում, ուրիշ տեղ չկա, եւ 2 տեղերում էլ, 2 գլուխներում էլ, 16-ում էլ եւ 18-ում էլ այս նույն խոսքերը ասում են։ Ում որ կապես կապված կլինի երկնքում եւ ինչ որ երկրի վրա արձակես արձակված կլինի։ Եվ 18-րդ գլուխը ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ երկրի վրա կապեք կապված կլինի երկնքում եւ ինչ որ երկրի վրա արձակեք արձակված կլինի նաեւ երկնքում։ Դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից 2 հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն կլինի նրանց, կարող ես ամեն ասել այս խոսքին։ Իմ հորից, որ երկնքումն է, որովհետև որտեղ 2 կամ 3 հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ եմ նրանց մեջ, Փառք Հիսուսին։ Ֆիլադելֆիայի եկեղեցու հրեշտակին գրիր այսպես է ասում Սուրբ ճշմարիտը, որ Դավիթի բանալին ունի, նա որ բացում է եւ ոչ ոք չի փակում, նա որ փակում է, ոչ ոք չի բացում։ Գիտեմ քո գործերը։ Ահա քո առաջ բացված դուռ դրեցի եւ այն ոչ ոք չի կարող փակել, որովհետեւ թեև քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր եւ իմ անունը չուրացար։ Եթե Աստված որևէ բան փակի մեր կյանքի մեջ, աշխարհն էլ կանգնի չի կարող բացել այդ դուռը եւ հակառակը։ Եթե Աստված բացի որևէ դուռ, ոչ մեկ չի կարող փակել։ Համաձայն ես, որ այսօր օրհնության դռները բացի քո կյանքում, անեծքի, հիվանդության, անհաջողության, մեղքերի, տարբեր խնդիրների դռները փակի։ Քո որոշումով Աստված եւ Աստծո հոգին այսօր կգործի։ Կան այստեղ մարդիկ, ովքեր որ ծխախոտից ազատ են արձակվել, քիչ առաջ ես ասեցի ձեռք բարձրացնեն։ Եթե չեք ամաչում եւ եթե նորմալ է, խնդրեմ ոտքի կանգնեք, ես արդեն ոտքի եմ կանգնել։ Նրանք ովքեր որ ծխելուց ազատ են արձակվել, Տերը իրենց ազատել է ծխելուց։ Կներեք, մի ամաչեք, այլ հպարտությամբ կանգնեք, որ Տերը ձեզ ազատել է։ Փառք Տիրոջը։ Ես էլ եմ ոտքի կանգնած։ Իսկ կան մարդիկ, որոնք խմիչքի հետ կապվածություն են ունեցել, չեմ ասում իրենք հարբեցող են եղել, բայց խմիչքի հետ կապվածություն են ունեցել։ Ասենք խմել են, Կարջան, կանգնի, չէ, կանգնի, հա։ Խմիչքի հետ կան մարդիկ, որ կապվածություն են ունեցել, խնդրեմ իրենք է ոտքի կանգնեն, կանգնեք ոտքի, ում որ ասում եմ կանգնեք ոտքի։ Ինչու եմ խնդրում, որ դուք կանգնեք ոտքի, որպեսզի վկայություն լինի մյուսներից։ Կան մարդիկ, որոնց Աստված բժշկել է հիվանդությունից, որևէ հիվանդությունից, խնդրեմ ոտքի կանգնեք վկայություն լինի մյուսների համար։
Երան թե կարողանանք այս պահը ֆիքսել ու նկարահանել։ Իսկ կան ձեր մեջից մարդիկ, ում որ Աստված բժշկել է անբուժելի հիվանդությունից, կամ ասենք, որ չէր բժշկվի եւ խնդրեմ ձեռք բարձրացնեք, քանի որ արդեն կանգնած եք, գրեթե մեծամասնությունը, որ ոտքի են կանգնած, Աստված բուժել է անհնարին։ Փառք Տիրոջը, շնորհակալ եմ։ Կանգնած, չէ, Կարեն ջան, կանգնած մնացեք, հա, ախպերս։ Ես որ ասել եմ կանգնեք, մինչև չասեմ նստեք, կանգնած մնացեք, շնորհակալ եմ։ Իսկ կան մարդիկ, ովքեր որ ծանր դեպրեսիայի, չգիտեմ, նևրոզի, տարբեր այսպիսի խնդիրներ ունեցու Աստված իրենց կյանքում հրաշք արի, ընտանեկան խնդիրներ, տարբեր խնդիրներ ու Աստված հրաշք արի։ Եթե կան այդպիսի մարդիկ, էլ կխնդրեմ ոտքի կանգնեք։ Մի համաչեք, մի քաշվեք, ոտքի կանգնեք։ Սակո դու էլ նստե, ես չի ասել նստելու։ Քնարքուր, Աստված քո կյանքում ինչ էր աշխարհել, ինչ ասեցի, ոտի չկանգնեցիր։ Կանգնած էիր նստեցիր, դե կանգնի, ես նստել։ Նայեք ձեր կողքը։ Ես ձեզ բոլորիդ տեսնում եմ։ Մենք Աստծո գործն ենք։ Եվ Աստծո մենք քայլող Աստծո վկայությունն ենք։ Կան մարդիկ, ում կյանքում Աստված ֆինանսական հրաշք է արել։ Ֆինանսական հրաշք է արել։ Կանգնած ենք ասում եմ։ Իսկ ովքեր որ կանգնած չեն, բայց ֆինանսական հրաշք է արել Աստված իրենց կյանքում, խնդրում ոտքի կանգնեք, ում կյանքում որ Աստված ֆինանսական հրաշք է արել։ Կանգնի Գոքոր ջան, կանգնի, բա ոնց, եթե Աստված արել է, կանգնի։ Ահա, Տեր օրհնի քեզ։ Շատ Աստված հրաշքներ կատարել է մեր կյանքում։ Սիրելիներ, հիմա խնդրեմ բոլորս ոտքի կանգնենք։ Այն խոսքը, որ այսօր ես քարոզեցի, այդ խոսքը ապացուցեցիք դուք կանգնելով ոտքի, որ այս խոսքը կյանք ունի իր մեջ։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։